Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի 3-րդ մանկական գրադարանում ամփոփվեցին Վանաձորի որպես քաղաքային բնակավայր հիմնադրման 200-ամյակին նվիրված բանաստեղծական մրցույթի արդյունքները։ Մրցույթն անցեկացվել 2 տարիքային խմբերում՝ դպրոցականներ եւ մեծահասակներ։ ՕԱԳ-ի տնօրեն Մանե Մուրադյանի խոսքով դիմողները 2 տասնյակից ավելի են եղել։ Հայտեր են ներկայացրել ոչ միայն սկսնակ ստեղծագործողներն, այլ նաեւ կայացած գրողներ, ում տրվեցին շնորհակալագրեր, իսկ մրցանակային տեղերով խրախուսվեցին սկսնակները։ Դուք չեք կարող պատկերացնել մասնակիցների խանդավառությունը եւ Facebook-յան գրառման տակ, հրապարակման տակի իրենց մեկնաբանությունները եւ էլեկտրոնային հասցեին եւ ինչ խոսքներով զանգերի տեսքով։ Այսպիսով մենք ուղղակի մեր սերն ենք արտահայտում դեպի մեր քաղաքը չափածոյի միջոցով։ Իհարկե կարելի է արձակի միջոցով էլ արտահայտվել։ Ուղղակի այս ֆորմատում այսպես ճիշտ ենք համարել եւ մանավանդ ստեղծագործողներին, այսպես ասած, ջուրի երես ենք բերում։ Մրցույթի հանձնաժողովի կազմում էին գրադարանի կենտրոնացված համակարգի աշխատակիցները, գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը, իսկ հանձնաժողովը ղեկավարում էր քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ տուրիզմի հարցերի բաժնի պետ Քրիստինե Մադոյանը։ Հանձնաժողովն ընտրել էր լավագույն ստեղծագործությունները, իսկ պոտենցիալ ունեցող երիտասարդներին խոստացան ուղղորդել եւ աջակցել դեպի գրական աշխարհ տանող ճանապարհին։ Փորձել ենք հնարավորինս անաչառ լինել, գնահատել արդարամտորեն։ Ես չեմ ուզում խոսել գեղարվեստական արժանինքների մասին գրածների, որովհետև մեծ մասը դպրոցականներ են եւ մեծ մասը ոչ պրոֆեսիոնալ գրողներ են։ Ինձ համար շատ ավելի կարեւոր էր իմ սիրելի քաղաքի նկատմամբ հեղինակների սերը, նվիրումը, որը շատ զգացվեց բոլորի ստեղծագործություններում, յուրաքանչյուր մարդու համար աշխարհի կենտրոնը իր ծննդավայրն է, բայց իմ ծննդավայրում 17 տարի եմ ապրել, այստեղ 43, բնականաբար ինձ համար էլ հիմա Վանաձորը աշխարհի կենտրոնն է, որովհետև շատ եմ սիրում այս քաղաքը։ Գրողների մեր բաժանմունքն է Լոռու մարզային բաժանմունքը, ըստ ամենայնի կաջակցի ու աջակցում ենք բոլոր երիտասարդներին, հույս ունեմ, որ նրանցից գոնե մի քանիսը իրենց ուղին կշարունակեն գրականության ասպարեզում։ Արդեն շուտով լրանում է 30 տարին, որ մենք ունենք գրական երկունք թերթը եւ այդ թերթը առաջին հերթին տեղ է տալիս երիտասարդներին, այսինքն այսօրվա գրողների միության անդամ երիտասարդներից, ասենք 1 տասնյակից ավելին իրենց ճանապարհը երկունք թերթով են սկսել։ Մենք ունենք մի քանի տեսակի մրցանակաբաշխություններ, Արարատ Մկրտումյան, մինչև 27 տարեկան ստեղծագործողների մրցույթներ, լոռեցիկ ակտիվ մասնակցում են, ամենաշնան Ծաղկաձորում երրորդյա հավաք է լինում, այդ հավաքին պարտադիր մեր երիտասարդներն են մասնակցում, այսինքն մենք չենք սահմանափակվում տեղական մամուլով եւ տեղական մրցանակաբաշխություններով, հանրապետական մասշտաբի բոլոր տեղերում մեր երիտասարդները տեղ ունեն։ Միջոցառման ընթացքում հնչեցին Սամվել Խալաթյանի, Հրաչյա Սարուխանի, Սամվել Զուլոյանի եւ Լենա Անթարանյանի գիրովական Վանաձորին նվիրված անզուգական բանաստեղծությունները։ Իրենց ստեղծագործությունները կարդացին նաեւ առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները։ Ի դեպ դրանցից մեկը ռուսերեն լեզվով էր, իսկ հեղինակը Նատալիա Մանուկյանն էր, գլխավոր մրցանակակիրը Հրաչուհի Լոռեցյանը։ Տարիներ շարունակ տպագրվել եմ տարբեր համային հեղինակային գրքերում եւ այս մրցույթը տեսնելուն պես հետաքրքրություն առաջացավ, որոշեցի մասնակցեմ։ Փորձել եմ այս պահի դրությամբ իմ զգացմունքները, ինչքան որ հնարավոր է, տամ թղթին, փոքրինչ հոգեվիճակս տխուր է, մի քիչ կարծում եմ տխուր է ստացվել բանաստեղծությունը, բայց ընդհանուր առմամբ բանաստեղծության մեջ խոսել եմ քաղաքի գեղեցկության մասին, թե ինչի հետ եմ կապում ես քաղաքը, օրինակ այս պարագայում քաղաքը միշտ ասոցացնում եմ հորս հետ, վաղամեռիկ հորս հետ, որովհետև այս փողոցները տեսնելիս հիշում եմ նրա քայլերը, ոնց էր քայլում փողոցում, ոնց էր հիանում քաղաքով ու կարծես այդ սերը նրա փոխանցվել է նաև ինձ։ Ես չեմ գրել, որպեսզի պարտադիր հաղթեմ, չնայած միշտ է հաճելի հաղթելը։ Գրել եմ, որովհետև սիրում եմ ստեղծագործել, որովհետև սիրում եմ իմ քաղաքը եւ ցանկացել եմ գրել քաղաքիս մասին։ 22-րդ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի Սելինա Մխիթարյանը, ով եւս առաջին մրցանակի էր արժանացել, որոշել էր ոչ միայն խոսքերով արտահայտել իր սերը առ հայրենի քաղաք, այլ նաեւ գեղանկարչությամբ։ Վանաձորի լեռնային բնապատկերի իր կտավը նա սիրով փոխանցեց գրադարանին։
Իրականում քիչ եմ ստեղծագործում հիմնականում, բայց շատ մտքեր ունեմ գլխիս մեջ։ Առաջին փորձառությունս էր, ինձ թերթեց մասնակցել իմ հետաքրքրասիրությունը, ինձ թվում է հիմնականում կզբաղվեմ էլի գրականությամբ ու իմ ապագան գրականությունով կշարունակեմ։ Ապրիլի 13-ից 20-ը ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում, ինչպես նաև Վանաձորի 200-ամյակին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն։ Էրմինե Յավրյան, Հայկ Վարդանյան, Դանիել Յավրյան, Թղթապանակ։